որոշ ժամանակ անց վերադարձնում եք կիլոգրամները, հələ մի բան էլ ավել։ Հասկանալ, տարբերել սովը ֆիզիոլոգիական եւ հուզական։ Սնունդը ոչ թե լավ ու վատի չաղացնող նիհարացնողների բաժանենք, այլ պարզապես կառավարենք չափաբաժինը, ինչ որ սիրում եք, ցանկացած ակտիվություն, որը սիրում եք, պարզապես դա պետք է լինի կանոնավոր։ Նպատակը պետք է լինի առողջությունը եւ ինքնազգացողությունը։ Ողջույն հարգելի հետևորդներ, այսօր խոսելու ենք ձեր իսկ խնդրանքով նիհարելու մասին։ Այսօր ներկայացնելու եմ 5 կանոն նիհարել ցանկացողների համար, բայց ոչ միայն նիհարելու համար, շատ կարևոր է արդյունքը պահելու համար, հարգելիներս, որովհետև նիհարելը երբեմն շատ հեշտ է տրվում, բայց մարդը որոշ ժամանակ անց վերադարձնում է կիլոգրամները, հələ մի բան էլ ավել։ Այդ պատճառով այսօր խոսում ենք այ հենց սրա մասին, շեշտը դնում ենք արդյունքը պահպանելու վրա, լավ։ Իհարկե նիհարելու հարցը բնականաբար մենակ արտաքին տեսքը չի, ճիշտ է, մենք շատերս շեշտում ենք ու այ պացիենտներն էլ իմ շատ շեշտում են այդ արտաքին տեսքի հարցը, բայց եկեք խոստովանենք, որ սա արտաքին տեսքի հարց չէ ու հաստատ առաջնահերթությունը դա չի։ Առողջության հարց է, էներգիայի հարց է, ինչ որտեղ նաև ինքնավստահության։ Եվ այսօր խոսելու ենք հենց այդ 5 կանոնների մասին, մնացեք ինձ հետ, արագ եմ ասելու, շատ չեմ ծավալվելու, բայց շատ կարևոր նախադասություններ եմ ասելու, այնպես որ հետևեք հարգելիներս։ Եկեք կանոն համար առաջինից սկսենք, որը շատ անգամ եմ ասել ու նորից եմ կրկնում, սիրելիներս։ Երբ մենք սնվում ենք, երբ եկել է սնվելու ժամը, որ պետք է սնվենք, կամ նույնիսկ եթե ժամն էլ չի եկել հատկապես ու ցանկություն կա ուտելու, առաջին բանը, որ պետք է հասկանալ, տարբերել սովը ֆիզիոլոգիական եւ հուզական։ Երկու կարևոր չափանիշ եմ ասելու։ Դուք ուտում եք տագնապից, նյարդային լարվածությունից, նեղվածությունից, վիրավորանքից, տխրությունից, թե ուրիշ հույզից, թե ուղղակի սոված եք, այս ուղղակի երկու չափանիշի հետևեք եւ միշտ մտապահեք։ Ուրեմն ֆիզիոլոգիական սովը, որը իհարկե առաջանում է, երբ որ գլյուկոզայի եւ այլ մակարդակի իջնում է արյան մեջ, այսինքն օրգանիզմը կարիք ունի վերականգնվելու։ Ֆիզիոլոգիական սովը սկսվում է ստամոքսից, ես մի տեսակ ճմլվի ստամոքսը, հա, զգում ես էլի, որ սոված ես։ Իսկ հուզական սովը սկսվում է գլխից։ Մի բան գնամ ուտեմ։ Ու իրականում այն մարդիկ, ովքեր որ ավելի այսենց ստրեսային իրավիճակներում հույզերի տակ, հա, գնում սնվում են, իրենց մոտ քրոնիկ ստրեսի պատճառով բարձր է կորտիզոլի մակարդակը, որը պայմանավորում է հատկապես քաղցրի նկատմամբ այդ հակումը, գնամ մի քաղցր բան ուտեմ։ Այսինքն տարբերեցինք, նա սկսվում է ստամոքսից, սա սկսվում է գլխում։ Պարզապես ուզում եմ գնամ մի բան ուտեմ։ Ընդհանրացված ասենք, հա, գլխում, իրականում մեզ հույզերն են ստիպում այդպես անել։ Հարց տվեք ձեզ, ստեղից է սկսվում, թե այնտեղից է սկսվում։ Եվ երկրորդ կարևոր չափանիշը, որպեսզի տարբերենք, ֆիզիոլոգիական սովից հետո, երբ մենք սնվում ենք, սնվելուց հետո, այսինքն սնվելուց հետո առաջանում է կշտացման զգացում, հաճելի զգացում, մարմինն էլ է իրեն լավ զգում։ Իսկ հուզական սովից ու այդ սովը հագեցնելուց հետո մարդու մոտ առաջանում է մեղքի զգացում։ Դուք հեչ լավ ձեզ չեք զգում, մարմինն էլ իրեն լավ չի զգում։ Այս շատ կարևոր երկու չափանիշ է, որ պետք է տարբերենք հարգելիներս։ Այնտեղ էլի կա չափանիշներ, եթե դուք ցանկանաք, ես առանցին հոլովագրամ մասին էլ կանեմ, բայց այնուամենայնիվ այս երկուսին հետևեք։ Ու եթե ճանաչեք, հաստատ համոզված եղեք, կառավարելը ավելի հեշտ կլինի։ Եվ հետևաբար վարժությունը հետևյալն է։ 5 անգամ հարց տվեք ձեզ. ինչու եմ ես ուտում։ Սոված եմ, թե հույզերս են։ Ինչու եմ ուտում։ Ուզում ուտել։ Սոված եմ, թե հույզերս են։ Կանոն համար երկրորդ։ Ուրեմն ուտելը պետք է լինի գիտակցված։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ ոչ բանից չենք օգտվում, չենք կարդում, չենք նայում, չենք լսում, կենտրոնացած ենք մեր գեղեցիկ ափսեի վրա։ Վերցնում ենք պատառը, վայելում ենք յուրաքանչյուր պատառը, ծամում ենք երկար, կուլ ենք տալիս այդ համեղ պատառը, զգում ենք համը, աղի էր, քաղցր էր,
եւ այլն յուրաքանչյուր պատառ գիտակցված ուտում ենք եւ դուք կտեսնեք որքան շուտ կգա հագեցվածությունը իհարկե պետք է պատառի համը զգալ, սա շատ կարևոր է երրորդ կարևոր կետը կարևորագույններից ես այսօր դուրս եմ գրել կարևորագույն կետերից է հարգելիներս սնունդը ոչ թե լավ ու վատի չաղացնող նիհարացնողների բաժանենք, այլ պարզապես կառավարենք չափաբաժինը։ Ամեն ինչ էլ ուտենք, ուղղակի կառավարենք չափաբաժինը։ Տեսեք, որ ես ասում եմ ամեն ինչ, ես նկատի ունեմ այն մթերքները, որոնք որ վերամշակված չեն, հա, այսինքն ամեն ինչ չի մեզ չի մտնում, օրինակ երշիկը, այդ արհեստական բնական հյութերը եւ այլն։ Դրանք բոլորիս համար պարզ եւ հասկանալի է, հազարավոր հոլովակներ ունեմ սնունդների մասին, հա, որոնք են ավելի ճիշտը, որոնք ավելի սխալը, ճիշտ ու սխալն էլ էլի հարաբերական է բաժանված, այնուամենայնիվ մենք բոլորս էլ գիտենք, որ սրա մեջ շատ են հավելյալ նյութերը, գունանյութերը, ոչ ճիշտ սնունդը, ոչ ճիշտ հավելումները, իսկ սովորական միսը իհարկե նախընտրելի է երշիկից, այսինքն սնունդը չպետք է վերամշակած լինի, եթե ուզում եք միս, ընտրեք միս, ոչ թե երշիկ, այո, սա մթերք չէ, եթե ուզում եք կաթ եւ նրա մյուս մթերքները, ապա դա ոչ թե ինչ որ ոնց են ասում դրանց պանրային մթերք, չգիտեմ ինչային մթերք, այսինքն վերամշակած սնունդ մեզ պետք չի հարգելիներս։ Շատ չխորանամ սրա մեջ, շատ հոլովակներ ունեմ։ Հիմա ինչ եմ ասում, տեսեք, սնունդը մենք իրական չպետք է բաժանենք այդ որ ասում եմ, հա, չաղացնող ու նիհարացնողների։ Շատ կարևոր է, որ թույլ տաք ձեզ սնվել, ուղղակի հետևեք չափաբաժնին հարգելիներս, շատ կերակ, թե քիչ կերակ, սա է կարևոր, որովհետև եթե դուք շոկոլադ եք սիրում, բայց մի փոքրիկ կտոր շոկոլադ թույլ եք տալիս, դա ձեր կազմվածքի վրա դժվար թե անդրադառնա, բայց այն որ դուք չեք ուտում, մի օր էլ պորտկում եք ունենում կիլոգրամներով շոկոլադ եք ուտում, այ դա կանդրադառնա ոչ միայն կազմվածքի վրա, այլև հոգեվիճակի վրա։ Այնպես որ ավելի շեշտադրումը դնում ենք չափաբաժինը կառավարելու վրա, ոչ թե սնունդի տեսակը։ Իհարկե նախընտրելի է ռացիոնալ կազմած սննդակարգ համապատասխան մթերքներով ոչ վերամշակած, դա արդեն խոսեցինք։ Ինչ էի ասում, չորրորդ կարևոր կետը հարգելիներս սնունդը անպայման ընդհանրապես նիհարելու պրոցեսը ու հատկապես շեշտը դնում եմ, տեսեք, արդյունքը պահելու հարցի վրա։ Այս առումով մեզ օգտակար է միայն ու միայն, մեզ օգնության է գալիս միայն ու միայն ֆիզիկական ակտիվությունը։ Ցանկացած ակտիվություն, որը որ ձեզ հաճելի է, չպետք է ինքը լինի ուղղակի ձեզ դաժան մի հատ process, պետք է ուղեկցի ձեր ապրելու ոճը պետք է ինքը լինի, ձեր կենսակերպի մի մասը պետք է լինի։ Սիրում եք քայլել, քայլեք, սիրում եք լողալ, լողացեք, սիրում եք պարան թռնել, թռեք պարան, սիրում եք այնտեղ յոգայի վարժություններ, այդ արեք, ֆիթնես եք, այդ արեք, պարեք սիրում, այդ արեք, ինչ որ սիրում եք, ցանկացած ակտիվություն, որը սիրում եք, պարզապես դա պետք է լինի կանոնավոր, շաբաթը 2-3 անգամ։ Եվ բազմիցս եմ ես ասել, օրական ամենակիչը 30 րոպե, գոնե, հա, այս տեսակի ակտիվությունը 30 րոպե քայլքը արդեն իսկ ձեր բազալ փոխանակությունը ակտիվացնում է, այսինքն այլ որ սաղս ասում ենք նյութափոխանակությունը չգիտենք ինչ, այդ բազալ փոխանակության մասին է խոսքը, այսինքն այն հիմնական ծախսը օրգան համակարգերի աշխատանքի վրա, որ պետք է ունենա օրգանիզմը, այ դա ավելի արագանում է, այդ պրոցեսը ավելի շատ է ծախսվում ձեր կերածից, որի պատճառով այն ճարպիկներին, կուտակումներին էլ կալորիա չի մնում հարգելիներս։ Եվ այս է պատճառը, որ եթե հատկապես նորից եմ շեշտում, եթե դուք ուզում եք պահպանեք արդյունքը, ֆիզիկական ակտիվությունը պետք է լինի ձեր կենսակերպի մի մասը։ Ինչ էի ասում, հա, եւ 5-րդ կարևորագույն էլի կետերից մեկը։ Տեսեք, նպատակը չպետք է լինի կիլոգրամը կամ քաշը, հա, որ այ հասնեմ ստեղ։ Նպատակը պետք է լինի առողջությունը եւ ինքնազգացողությունը։ Սա շատ կարևոր է։ Առողջությունը
այդ ձեր կիլոգրամները համապատասխանում են այն թվերին, որի դեպքում համարվում է, որ դա առողջ է, կամ լավ եք զգում արդյոք այդ կիլոգրամների մեջ, ինչը չի կտրվում, լավ քնում եք, ոնց եք թերապևտ զգում, տրամադրությունը լավ է, ֆիզիկական էներգիան տեղն է։ Եթե այս հարցերը ոչ է, ուրեմն ժամանակն է քաշը իջեցնելու հարգելիներս։ Այսինքն առողջության տեսանկյունից ենք նայում այս հարցին, կարևորում ենք քունը, լավ ինքնազգացողությունը, բարձր էներգիան, լավ շնչառությունը, թեթևությունը։ Ես այստեղ նույնիսկ ասեմ, եթե դուք դրել եք նպատակ, նիհարեք ու դա ձեր ինքնագնահատականը կբարձրացնի, ես ձեզ ունեմ լուր, չգիտեմ վատ թե լավ, ինքնագնահատականը կիլոգրամների հետ ընդհանրապես կապ չունի։ Իհարկե, դա մի փոքր կկոռեկցի միգուցե ինչ-որ հատվածներ ինքնագնահատականի, բայց այնուամենայնիվ ինքնագնահատականի հարցը բոլորովին այլտեղ պետք է ոնց ասեմ, նորոգել։ Ու դա պետք է արվի հոգեբանի, հոգեթերապևտի կաբինետում, այն մարդիկ, ովքեր ցանկանում են աշխատել ինձ հետ հոգեթերապևտիկ սեանսներով, կարող են զանգ չէ, կներեք, հաղորդագրություն WhatsApp-ի հետևյալ համարին հաղորդագրություն թողեք եւ ես ձեզ կպատասխանեմ առաջիկա օրվա ընթացքում արգելնես։ Աշխարհի տարբեր երկրների հայերի հետ ես աշխատում եմ on-line հարթակում, բավականին հաջող արդյունքներ ունենք եւ հոգեթերապիայով եւ նաեւ քաշի փոփոխությունների հետ կապված, միջայլոց մարդիկ, ովքեր ցանկանում են տիրապետել վարքային կանոններին, սննդային ճիշտ վարք դրսևորել եւ այդ թվում ունենալ սննդակարգ, որը ռացիոնալ է, բժշկի կողմից ստեղծված է, դուք կարող եք ձեռք բերել իմ կազմած քաշի իջեցման սննդակարգը արգելիներս, որը տեղադրված է Սոնա Հայրապետյան.am կայքում, այնտեղից կարող եք ձեռք բերել, էլեկտրոնային գրքույկ է եւ բացի այն, որ բազմաթիվ խորհուրդներ կան, ասում եմ, հոգեբանության տեսանկյունից սննդային վարքի առումով, այդ թվում նաև մենյու բաղադրատոմսերով, որ կարող եք, թե ինչպես հետևել, հա, ճիշտ սննդակարգին, դա պարզապես օրինակ է։ Չեմ ասի դիետա չի ինքը ուղղակի օրինակ է, ոնց է պետք ուղղակի ճիշտ ռացիոնալ սնվել արգելնես։ Եվ այնտեղ բազմաթիվ աուսակներ եւ այլն շատ հետաքրքիր բաներ կգտնեք։ Եվ ամփոփելով արգելիներս, այո, ուզում եմ, հենց այդ էի ուզում ասեի ամփոփելով, ծերնես, որ եթե դժվարանում եք ինքնուրույն կարգավորել այս հարցը քաշի հետ կապված, իհարկե դիմեք մասնագետի, դիմեք դիետոլոգի, դիմեք հոգեթերապևտի, որովհետև քաշի իջեցման process-ը մեծամասամբ հոգեբանական հարց է, հարգելիներս, որովհետև հիմնականում սննդային վարքի խանգարումների պատճառով է առաջանում։ Ինչ եմ ասում, դե ձեզ բոլորիդ մաղթում եմ առողջություն, հարգելիներս, բարեկազմ տեսք, իհարկե բարձր էներգիա ու տրամադրություն, հաճելի ամառ, դուք բաժանորդագրվեք, լայքեք, agrեք ձեր կոմենտները, հարցերը, բաժանորդագրվեք նաև իմ ինստագրամյան ալիքին, այնտեղ բավականին հետաքրքիր է, որովհետև փոքրիկ հոլովակների միջոցով դուք ծանոթանում եք հոգեթերապևտիկ բազմաթիվ հարցերի, որը որ կարծում եմ շատերին օգնում է։ Իսկ խորհրդատվության համար արդեն ասեցի, տեսություն, լավ եղեք, ամենայն